Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Սակայն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական քարոզարշավը, որոշում ենք կայացել առաջիկա եւ ընթացիկ հաղորդումների ընթացքում հնարավորություն տալ Հայաստանի խորհրդանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց ծրագրային դրույթները։ Ըստ այդմ, այսօր հյուրընկալել ենք Հանրապետություն կուսակցությունից առաջադրված падգամավորության թեկնածու Ռուբեն Ասատրյանին։ Բարև ձեզ, պարոն Ասատրյան, շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ համար։ Պարոն Ասատրյան, երկու բառով կարճ խնդրեմ ներկայացրեք ձեր արտաքին քաղաքականության հիմնադրույթները, հիմնական ուղղությունները, ծրագրային առաջնահերթությունները, որից հետո կառաջարկեմ անդրադառնալ ըստ ոլորտային ուղղությունների եւ նաեւ քաղաքական ուղղությունների։ Շատ լավ։ Հանրապետություն կուսակցությունը, որը համար 11-ով է, ընտրացուցակով ներկայանում, առաջարկում է շատ պարզ ծրագրով, դա Հայաստանի բաց զարգացող մրցունակ եւ գրավիչ Հայաստանն է առաջարկում, որի հիմքում դրված է եվրոինտեգրման գործընթացը, ի վերջո վերջնանպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոմիությանը։ Ինչու ենք դա մենք առաջարկում եւ ինչու ենք մենք տարիներ շարունակ Հանրապետություն կուսակցությունը դրա մասին խոսում։ Դա պարզապես այդպես նախասիրություն չի լոկ, դա կոնկրետ ունի իր հիմքերը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանին պետք են կոնկրետ ինչ-որ մի բաներ, որոնքից են դա ներդրումներն են, դա գիտելիքներն են, դա տեխնոլոգիաներն են, դա որակյալ ապրանքներն են, դա բարձր կենսամակարդակն է։ Եվ այդ ամբողջը մենք կարող ենք գտնել մեկ տեղում, դա արևմուտքում։ Դրա համար Հանրապետություն կուսակցությունը հանդես է գալիս այն դիրքերից, որ մենք պետք է ավելի սերտ համագործակցենք արևմուտքի հետ։ Նման այն ինչ որ ես առաջարկեցի, աշխարհում շատ տեղերում կարելի է գտնել, բայց համապարփակ այդ բոլոր այդ նշած առավելությունները շատ դժվար է գտնել մեկ տեղում։ Օրինակ, եթե վերցնենք Չինաստանը։ Չինաստանում կարող ենք մենք վերցնել եւ ներդրումները, եւ ինչ որ չափով մասնակի անվտանգություն կարող ենք վերցնել, բայց այնտեղ չկա ազատություն։ Մեր հարևան Իրանը, որ մենք շատ հաճախակի օրինակ ենք բերում, որպես մեր դաշնակցային եւ բարեկամ պետություն, շատ դժվար է այդ իմ թվարկածներից որևիցե մի բան առաջարկել։ Ռուսաստանի մասին ընդհանրապես դժվար է խոսել 2020-ից հետո, որովհետեւ Ռուսաստանը հիմնականում անվտանգությունն էր խարսխված մեր հարաբերությունները, այդ դրա շուրջ էր ձևավորվում հիմնական հարաբերությունը եւ տնտեսական եւ այլ եւ այլ, բայց այսօրվա դրությամբ մենք տեսանք, որ անվտանգությունը դա չի ապահովում եւ այն օրակարգը, որ այսօրով մենք հիմա լսում ենք Ռուսաստանից, այնտեղից մենք լսում ենք միայն պատժամիջոցներ, սահմանափակումներ, գազի գնի թանկացում եւ 300,000 ադրբեջանցիներ։ Եվ դրա համար Հանրապետություն կուսակցությունը միանշանակ իր ծրագրով առաջարկում է մեր ընտրողներին, որպեսզի մենք ընտրենք եվրոինտեգրման ճանապարհը եւ Հայաստանը գնա այդ ուղղությամբ։ Շատ լավ, պարոն Ասատրյան, երբ որ ասում եք եվրոինտեգրում, նկատի ունեք անդամակցությունը։ Միանշանակ վերջնանպատակ ունենալով անդամակցություն։ Բայց տեսեք, մենք Հայաստանի Հանրապետությունը ըստ էության եվրոպական ինտեգրման կուրս որդեգրել է գոնե 10 տարիներ առաջ։ Կոնկրետ թվականի ընտրությունը կարող է մասնագիտական քննարկումների առարկա լինել, բայց գոնե 96 թվականից սկսած մենք ունենք առաջին խոշոր համաձայնագիրը, 2000-ականների առաջին տասնամյակի վերջից մենք անդամակցում ենք Արևելյան գործընկերությանը, 2017 թվականին ստորագրվեց հայտնի ՍԵՊԱ-ն, խորհրդանում եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը երկար տարիների կյանք ունի։ Այսօր ես կխնդրեմ ասեք, դուք օրինակ ինչպես եք գնահատում ՍԵՊԱ-ի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման մակարդակը, որովհետեւ ըստ էության դա բավական ամբիցիոզ համաձայնագիր է։ Կուզեմ ձեր տեսակետը լսել, ես ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելու, թե ինչքանով է դա կատարված, ինչպես է գնահատում Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի ներկա իրավիճակը, արդյոք այդ քայլերը ձեր կուսակցությանը բավարարում են, թե դուք իշխանություն գալուց հետո լրացուցիչ քայլեր կձեռնարկեք։
Միանշանակ Հանրապետություն կուսակցությանը այն տեմպերը եվրոինտեգրման որ կա, չի բավարարում։ Հակառակ դեպքում մենք չենք մեր ժողովրդին առաջարկի մեր ծրագրերը եւ այն ինչ որ տեղի էր ունենում, մեզ ամբողջովին կբավարարեր։ Միանշանակ չի բավարարում եւ ձեր մատնանշած այդ պայմանագրերը, որ տարիներ առաջ, որ մենք ունեցել ենք, դա չի ներկայացնում այն պատկերացումները, ինչ որ մենք ուզում ենք ունենանք եվրոինտեգրացիայի եւ վերջնական Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրամիությանը, որովհետեւ նման բան այդտեղ չկա։ Այո, ամբիցիոզ էր ՍԵՊԱ-ն։ Ես կարծեմ կասեի, որ 2013 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մեկ օրվա ընթացքում որոշեց, որ գնա ԵԱՏՄ, այդ ժամանակահատվածում ավելի խորքային էր Եվրամիության հետ պատրաստվում պայմանագիր կնքվել, այդ ասոցիացիան պայմանագիրը, որը չեղարկվեց, դրանից հետո արդեն ինքը դեկլարատիվ, ես կասեի, բնույթ էր կրում, որտեղ նույն Եվրամիությունը հասկացավ, որ Հայաստանի հետ նման խորացված համաձայնագիր անիմաստ է կնքել, պարզապես որտեղ հիմքում դրած էր ազատ առևտրի գոտի մտնելն էր։ Եթե չկար ազատ առևտրի գոտի, մնացածը պարզապես քաղաքական մակարդակի վրա հարաբերություններ էր լինում։ Եվ մենք կարծում ենք, որ մենք պետք է ավելի խորացնենք եւ եվրոպական քաղաքական համայնքի ժողով, որ տեղի ունեցավ Հայաստանում, վկայում է նրա մասին, որ Եվրամիությունը եւ ընդհանրապես Եվրոպան հետաքրքրված է տարածաշրջանով եւ հատկապես Հայաստանով, որտեղ տարածաշրջանում այլ process-ներ են տեղի ունենում։ Եթե առաջ Վրաստանն էր առաջադեմ այդ մեր երեք հանրապետություններից Եվրոպայի հետ համագործակցության, այսօր Վրաստանը հայտնվել է լուսանցքում իրենց վարած անհեռատես քաղաքականության շնորհիվ, այսօր Հայաստանն է եկել արչև եւ Եվրամիությունը եւ նաեւ Միացյալ Նահանգները այստեղ ցեմենտ բետոնում են իրենց դիրքերը եւ Հայաստանը հանդիսանում է իրենց առաջին գործընկերը։ Եվ ես կարծում եմ այստեղ Հայաստանի համար միանշանակ շահեկան դիրքեր են ի հայտ գալիս, որը մենք պատմական հնարավորություն ունենք օգտագործելու իշա Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Ասեք, խոսեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, դրան կանդրադառնանք, բայց մինչ դա, տեսեք, Եվրոպական քաղաքական համայնքի ժողով եղավ Հայաստանում եւ դրան հաջորդած Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը ընդունեցին մի շարք փաստաթղթեր, որոնք երբ որ մենք կարդում ենք այնտեղ իրավապայմանագրային դաշտը համագործակցության հիմնված է մեկ հիմնական փաստաթղթի վրա, դա ՍԵՊԱ-ն է, եւ մեկ այլ փաստաթղթի վրա, որ ստորագրվեց 2020 թվականի դեկտեմբերի սկզբին, դա Հայաստան-Եվրոպական միություն ռազմավարական գործընկերության օրակարգն է։ Այսինքն Եվրոպական միության համար օրակարգային դաշտը շարունակում է լինել ՍԵՊԱ, որը դեռ ամբողջապես իրականացված չէ։ Հիմա դուք եթե գաք իշխանության, ինչ բովանդակային փոփոխություն կմտցնեք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունում։ Օրինակ, կդիմեք անդամակցության համար այն ընթացակարգերով, որոնք սահմանված են Եվրոպական միության օրենսդրությամբ։ Ինչպես գիտեք, Հանրապետություն կուսակցությունը նախաձեռնել էր իր գործընկերների հետ ստորագրահավաք այն օրենքի, որ ընդունել է ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին։ Եվ մենք մեր դիրքերից չենք շեղվել եւ մենք կարծում ենք, որ Հայաստանը միանշանակ պետք է գնա այդ ճանապարհով։ Եվ դրա համար ձեր հարցինի պատասխան մենք միանշանակ պետք է խորացնենք մեր հարաբերությունները բոլոր առումներով, առաջի հերթին տնտեսական, ես կարծում եմ քաղաքական հարաբերությունները, որ հիմա ներկա են, նորմալ ռելսերի վրա են դրված եւ պետք է մենք շարունակենք։ Այստեղ խնդիրը տնտեսականի հարցումն է, որ մենք պետք է հասկանանք եւ մեր օրենսդրական չափանիշները եւ կարգավորումները համապատասխանեցնենք եվրոպական կարգավորումներին, որ մեր տնտեսությունը շատ ոչ ցավալի ձևով ինտեգրվի Եվրամիության տնտեսության հետ։ Դուք այսպես սահուն անցում կատրեցիք իմ հարցին, որ պատրաստում եք տալ։ Տեսեք, Եվրոպական միության անդամակցության համար միության համահավաք դաշնագրի 47 հոդվածը սահմանում է 3 կետ։ Կետերից մեկը ենթադրում է Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից ընդունված դիրեկտիվների կյանքի կոչման հնարավորություն, այսինքն գործնական հնարավորություն։ Ըստ ձեզ Հայաստանը մոտ է դրան, հեռու է, դուք ինչ, որտեվ դուք խոսեցիք տնտեսական բարեփոխումների մասին, որոնք Հայաստանին թույլ կտան դրան հասնել։ Ինչպես եք դրանք պատկերացնում, այսինքն գոնե կտրվածով դուք ունեք ծրագրեր են հիմնադրույթները, որոնք ձեզ թույլ կտան Հայաստանի տնտեսությունը բերել մի իրավիճակի կամ ընդհանրապես հարկային քաղաքականությունը, մաքսային քաղաքականությունը
որ Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից ընդունված դիրեկտիվները Հայաստանում կարող են կյանքի կոչվել մինչև բնականաբար անդամակցությունը կամ տեխնացուի կարգավիճակը։ Ես կարծում եմ, այն ինչ որ ստացվել է հետխորհրդային այլ երկրների մոտ, դա մեծ բալթյան երկրներն են եւ այդ ճանապարհին նաեւ Մոլդովան եւ ինչ որ չափով փորձում էր Վրաստանը անել, բայց իշխանության ես որ ոնց որ ասի իրենց ոչ հեռատես քաղաքականության շնորհիվ նաև իզորե իրականացնել Հայաստանը։ Ես չեմ կարծում մենք ավելի նվազ հնարավորություններ ունենք համեմատած իմ մատնանշած երկրների հետ։ Եվ կարծում եմ այն ինչ որ մենք ունենք Եվրոպայում այդ մեր սփյուռքը, այդ մեր քաղաքական կապերը, որ հիմա կա, բավականացնում է լրիվ, որպեսզի մենք սկսենք այդ process-ը ավելի սերտացման Եվրոպական համակարգի հետ մոտիկացման գործընթացը։ Շատ ասեք, մեր տարածաշրջանում մենք ականատես ենք լինում, կարծես թե իրար զուգահեռ ընթացող երկու տնտեսական մեգա նախագծերի կյանքի կոչման, որոնք խոշոր հաշվով առնչվում են միջին միջանց կոչվածին, եւ այստեղ տեղին կլինի հիշել նախ TRIP նախագիծը եւ տեղին կլինի անդրադառնալ Եվրոպական միության EU Global Gateway ծրագրով նախատեսված այդ առաջնահերթություններին, որոնք հանգում են նրան ի վերջո, որ այս տարածաշրջանի միջոցով պետք է զարգացվի տրանսկասպիան տրանսպորտային միջանցքը, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ հասնել Կենտրոնական Ասիայի էներգակիրներին, ապահովել տրանսպորտային կայուն հաղորդակցություն, նաև գազամուղներ, նավթամուղներ, օպտիկաթելային մալոխներ, վստահ եմ դուք նաև մասնակցության վերման տեղյակ եք Սևծովյան էլեկտրական մալոխի մասին։ Չեք տեսնում, որ որոշակիորեն գուցե հակասություն լինի ամերիկյան եւ եվրոպական ներգրավումների հետ կապված մեր տարածաշրջանում։ Կարող են ըստ ձեր կարծիքով եվրոպական եւ ամերիկյան այս տնտեսական մեգա նախագծերը մրցակցել իրենց հետ եւ այս պայմաններում Հայաստանը ինչ դիրքորոշումներ պետք է որդեգրի այդ մեղմելու համար ազդեցությունը։ Տեսեք, այն ինչ որ դուք մատնանշեցիք, վկայում է նրա մասին, որ գնում է պայքար Հայաստանի համար։ Դուք մոռացաք նշեք նաև Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանն էլ է հետաքրքրված։ Հաջորդի Ռուսաստանին կհիշենք արդեն հյուսիս-հարավ միջանցքի մասը։ Պետքան հեշտ չի մեր վիճակը։ Գլոբալ առումով, այո, գնում է պայքար Հայաստանի համար, եթե մոտ 1 ամիս առաջ բոլոր աշխարհի հանրությունը իրենց ուշադրությունը սևեռված էր Հունգարիայի վրա, ասում էին պայքար է գնում Հունգարիայի համար։ Մենք այսօր որ նայում ենք լրատվական հոսքերը, մենք տեսնում ենք, որ այո, ողջ աշխարհը հետևում է Հայաստանի ընտրություններին, դա խոսում է նրա մասին, որ Հայաստանը զբաղեցնում է ինչ-որ կարևոր դեր համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվ ինչի է դա այդպես, որովհետև Հայաստանի հետ կապված փորձում են իրականացնել տնտեսական խոշոր մեգա նախագծեր, ինչ որ դուք ներկայացրեցիք, դա հյուսիս-հարավն էր եւ տրանսկասպիան այդ ուղին, որը կոչվում է TRIP-ի ավարտնով եւ այստեղ միգուցե կարող է այո եվրոպական եւ Միացյալ Նահանգների առաջարկների մեջ լինեն այո տարաձայնություններ, բայց ես կարծում եմ դա չի կարող բերել ինչ որ Հայաստանին վնասներ, որտեղ դա մրցակցային առաջարկներ են եւ այստեղ Հայաստանը պետք է լսի, սպասի եւ հասկանա որն է իրենց ավելի շահեկան եւ գնա այդ ճանապարհով։ Տեսեք, Միացյալ Նահանգները բացի TRIP-ից առաջարկում են նաեւ այլ ուղղություններ համագործակցություն, դա չիպերի հետ կապված, միկրոսխեմաների հետ կապված համագործակցությունն է, որը գերկարևոր է այսօրվա դրությամբ աշխարհի համար, որովհետև պայքարը ի վերջո մեծ գերտերությունների, հատկապես Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև գնում է այդ կիսահաղորդիչների մասին է պատմությունը գնում եւ այնտեղ կա նաեւ լոգիստիկ այդ առաջարկ Հայաստանին իդեմս TRIP-ի եւ կա նաեւ էներգետիկ առաջարկ, որը Միացյալ Նահանգները մեզ էներգետիկ անկախության շրջանակներում են առաջարկում, դա շատ հետաքրքիր եւ գլոբալ առաջարկներ են եւ կարելի է ասել, որ խոշորագույն աշխարհի խաղացողները հենց իրենց քաղաքականությունը կառուցում է այդ 3 կարևորագույն բաղադրիչների վրա եւ այստեղ շատ կարևոր է նշել, որ Հայաստանը նույնպես առաջարկ են արել, որը աննախադեպ բան էր եւ եթե դուք հարցնեիք մոտ 3 տարի առաջ տպաբան Հայաստանին կարող էր առաջարկել, ոչ մեկի այնպես վառ երևակայության մեջ չէր կարող այնպես բան առաջանալ, որովհետեւ Հայաստանը այն ժամանակ ծայրագավառ էր։ Հայաստանը խուլ տարածք էր, որ ոչ մուտքեր ուներ
ծովերին, ոչ ինչ-որ բաներին, բայց աշխարհակական զարգացումները թույլ տվեցին, որ Հայաստանը այսօր հայտնվի կիզակետում այդ առաջարկների եւ Հայաստանից սպասում են իր դիրքորոշումը այդ նախագծերի շուրջ։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է նաեւ լսենք Եվրամիությունը դեռ հələ չի ձևակերպել իր վերջնական առաջարկը այդ տնտեսական առումով։ Մենք Միացյալ Նահանգներին լսեցինք եւ պետքարտուղարի այցը Զվարթնոցի օդանավակայան վերջնականացրեց Միացյալ Նահանգների առաջարկը։ Մենք սպասում ենք Եվրամիությանը, տեսնենք ինչ է առաջարկում եւ նաեւ պետք է ուշադիր լինենք Ռուսաստանի Դաշնության արձագանքին։ Գալով Ռուսաստանին, բոլորի համար անկախ քաղաքական դիրքորոշումներից ակնհայտ է, որ Ռուսաստանը բարդ երկիր է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդ են, պայմանավորված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ իրավիճակներով։ Բայց նա մյուս կողմից կարծում կհամաձայնենք, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ վատ տարածող հարաբերություններ Ռուսաստանի հետ կամ նույնիսկ թշնամական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ինչպես պետք է ձեր քաղաքական ուժը կառավարի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Տեսեք, դուք շատ ճիշտ նշեցիք, Ռուսաստանը բարդ երկիր է, այնտեղ հարդարություն կա, չէ՞, Կրեմլը ունի բազմաթիվ գմբեթներ, ոչ գիտես որ գմբեթի ինչ որոշումներ կայացնի, այո, շատ բարդ երկիր է եւ թշնամել Ռուսաստանի նման պետության հետ, դա խոհեմ չի, ես կարծում եմ, մենք պետք է Ռուսաստանի հետ շատ բաց խոսենք, ոչ միայն խոսենք, այլ կառուցենք նոր հարաբերություններ, հաշվի առնելով գետնի վրա իրողությունը։ Իսկ գետնի վրա իրողությունը այն է, որ եթե տարածաշրջանում Հարավային Կովկասում մոդերատորը առաջ Ռուսաստանն էր, այսօր աշխարհակական գործընթացներից ելնելով մոդերատորը միայն Ռուսաստանը չէ։ Այստեղ նաև արդեն ինչպես մի քիչ առաջ ասացիք, ներկա է եւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը եւ այդ հանգամանքն է նաեւ հաշվի առնում Ռուսաստանը։ Հայաստանը միայնակ չի իր հարաբերությունների հետ Ռուսաստանին եւ այստեղ մենք պետք է նաեւ հաշվի առնենք այն աջակցությունը, որ ցուցադրում է մեզ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները եւ այդ աջակցության ֆոնին հետ մենք փորձենք կառուցենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, որը պետք է լինի, ես կարծում եմ, պրակտիկ, փոխշահավետ եւ ոչ մեծ ու փոքր ծանր եւ թեթև քաշայինների մեջ, պետք է լինի գործնականային։ Եվ նման հարաբերություններ, ես դες ասեմ, Ռուսաստանը արդեն կառուցում է մեր հակառակորդ երկրի հետ, Ադրբեջանի հետ։ Եթե մենք նայենք Ադրբեջանի Ռուսաստանի հարաբերությունները, այդ նույն հարաբերությունները չեն ինչ որ Ռուսաստան-Հայաստան։ Ինչու՞։ Ինչու ենք մենք թույլ տվել, որ տենց իրավիճակ լինի։ Այստեղ մեր բաց թողումն է եղել։ Այո, մենք գալով իշխանության, մեր կուսակցությունը առաջարկելու են նմանատիպ համագործակցություն Ռուսաստանի հետ։ Եվ Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ եթե ինքը ուզում է մնալ տարածաշրջանում ինչ որ մի ձև, ինքը պետք է իր կարգախոսը փոխի, իր խոսելաձևը փոխվի։ Տեսեք, բայց մենք արդեն ռեալ խնդիրներ ունենք կամ կարող ենք ունենալ կապված ԵԱՏՄ-ի հետ։ Ձեր քաղաքական ուժը ինչպես է պատրաստվում կարգավորել այդ խնդիրները, որովհետև չունենալով Եվրոպական միության հետ ազատ առևտրի համաձայնագիր, չունենալով նույնիսկ թեկնածուի կարգավիճակ, ներքին արտադրանքի ստանդարտացման խիստ անբավարար մակարդակ եւ լոգիստիկ ուղիների սահմանափակում, չեք կարծում որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը իրական կոլապսի կմատնի Հայաստանի տնտեսությունը։ Մյուս կողմից դեռ չունենք բաց սահման Թուրքիայի հետ։ Ոչ, չեմ կարծում, որտեղ մեր հարևան երկրները, որոնք շատ հաջող համագործակցում են Ռուսաստանի հետ եւ փոխշահավետ առևտուր են անում, դա Վրաստանը եւ Ադրբեջանը, իրենք չեն հանդիսանում ԵԱՏՄ-ի երկիր։ Եվ իրանց ապրանքները շատ հաջող, ես կասեմ Հայաստանի ապրանքներից ավելի հաջող վաճառվում են ռուսական շուկայում։ Եկեք նայենք ինչ է խանութներում տեղի ունենում այսօրվա դրությամբ վրացական գինին ավելի բարձր է գնահատվում եւ թանկ է վաճառվում, քան հայկական կոնյակը։ Դա абսուրդ է։ Բայց դա խոսում է նրա մասին, որ որակյալ ապրանքը միշտ էլ գին ունի, միշտ էլ գտնում է իր սպառողին։ Մենք կարող նաև պայմանավորել մաքսային քաղաքականությամբ, չէ՞ որտեղ մաքսային ԵԱՏՄ-ում, այսինքն մաքսային ազատման հարց կա։ Շատ լավ։ Ես ուզում եմ ասեմ, դա պիտի ունենա եւ այստեղ եւ այնտեղ, այսինքն հայկական ապրանքներ Ռուսաստանում, ռուսական ապրանքներ Հայաստանում հնարավոր որոշակի գնաճ լինի։ Այո, գնաճ կլինի։ Դեմ չեմ, թող գնաճ լինի։ Ազատությունը տնտեսության վրա գնահատել։ Տեսեք, միանշանակ մեր տնտեսությունը պետք է վերափոխվի այն կարգավիճակում, որ գոյություն ունի, մեր տնտեսությունը այդ ագրարահումքային տնտեսությունն ինքը պետք է փոխվի։
Անկախ դրանից մենք Ռուսաստանի հետ ոնց կլինենք, թե ոնց չենք լինի, սահմանները բացվելու են։ Աշխարհաքաղաքական դասավորությունը այնպիսին է, որ արգելափակված Հայաստանը արդեն չի կարող երկար գոյատևի։ Ոչ մեկին ձեռնտու չի, սահմանները բացվելու են, սահմանների բացվելու պարագայում մեր տնտեսությունը փոխվելու է։ Այո, որոշ ոլորտներ կարող են վնասներ կրեն, բայց որոշ ոլորտներ կարող են բացվել, որոնք մենք ընդհանրապես պատկերացում չունենք, որ կարող է Հայաստանում այդ ոլորտը զարգանա, որտեղ մենք արգելափակված ենք։ Եվ այդ ֆոնին, եթե մենք նաև հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ, մենք կարող ենք ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ ԵԱՏՄ-ի հետ խնդիրներ ունենանք, այդ կոմպլեքս գործընթացության մեջ մենք նաև Ռուսաստանի հետ պետք է նոր հարաբերություններ կառուցենք նաև տնտեսական առումով։ Ես նոր մատնանշեցի, որ Վրաստանը ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, բայց Վրաստանը շատ լավ վաճառում է իր ապրանքները։ Ադրբեջանը, տեսեք, մենք խոսում ենք մեր հայկական լոլիկի մասին, բայց հայկական լոլիկը ռուսական շուկայում դերակատարություն չունի։ Եկեք անկեղծ լինենք, եկեք խոսենք ադրբեջանական լոլիկից, որը տասնամյակներով բրենդի վրա իրանք աշխատել են։ Մոսկվայի շուկայում, որ մտնում եք, բակինսկի պոմիդորը, այսպես ասած, դա պրեմիում դասի ապրանք է համարվում։ Բայց ես չեմ լսել, որ հայկական պոմիդորի համար ռուս սպառողը այդտենց իրեն կոտորի եւ գնա առնի։ Մեր պոմիդորը, որ լոլիկը որ չգնա շուկա, իրենք չեն էլ նկատի, որտեղ այն մեծ քանակության լոլիկը եւ վարունգը նաեւ Ուզբեկստանն է առաջարկում եւ Ադրբեջանը եւ Թուրքիան է առաջարկում։ Մենք պետք է, եթե ուզում ենք գյուղմթերքներ առաջարկենք Ռուսաստանին, մենք պետք է փոխենք որակը։ Մենք պետք է էկո ապրանքներ առաջարկենք Ռուսաստանին։ Տեսեք, Հայաստանը փոքր տարածք է։ Իրենք մեր հզորությունները չի բավարարի, որ մենք ընդհանրեն 20% ռուսական շուկայի ինչ որ ապրանքը տեսակի գրավենք, բայց մենք կարող ենք 50% գրավենք ռուսական շուկայի էկո ապրանքների, որտեղ ինքը սահմանափակ է, սպառողը սահմանափակ է, բայց թանկ է։ Այդտեղ մեր սպառողները, մեր արտադրողները միանշանակ ավելի օգուտ կլինեն։ Այստեղ է, որ մեր տնտեսարող սուբյեկտները պետք է որոշում կայացնեն։ Այստեղ կառավարությունը, այո, դեր ունի, որ համապատասխան պայմանագրեր կնքի, համապատասխան լոգիստիկ հնարավորություններ տա, որ ապրանքը արտահանեն, բայց հիմնական որոշումը կայացնում են մեր տնտեսարող սուբյեկտները։ Պետք է հասկանան, որ 90%-ը կախված լինել Ռուսաստանի շուկայից, ընդհանրապես մեր գինիները 90% այնտեղ են գնում։ Դա անթույլատրելի է։ Մենք ունենք արաբական շուկա, մենք ունենք Թուրքիա, մենք ունենք եվրոպական, ու չասեմ արևմտյան Եվրոպա գինիները կարող են գնան հաջող վաճառել, բայց արևելյան Եվրոպան Բելգիայում տեսել եմ իդեպ։ Բելգիայում Բրյուսելում սուպերմարկետներից մեկում բավական մեծ հայկական գինու բաժին կա, ինչին զարմացրեց հաճելիորեն։ Բարդորեն ես լավ չեմ, բայց արևելյան Եվրոպայում միանշանակ այնտեղ հայկական գիները կարող են ներկայացված լինեն։ Ստեղ խնդիրը որակի մասին է։ Վրացական գինիները Սաակաշվիլի ժամանակ որ արգելվեցին, Ռուսաստանը ճիշտ էր ասում։ Իրենք ասում էին շատ անորակ ապրանք եք բերում, հա, անունը հանել էին վրացական գինիներ, բայց իրենք որակ չունեին։ Արգելվեցին, Եվրամիության շնորհիվ օգնությամբ այդ գինիների որակը բարձրացվեց, ստանդարտիզացվեց, եւ ռուսական շուկան նորից խնդրեց, որ այդ ապրանքը գա։ Մեր ջերմուկը տեսեք արգելափակում է Ռուսաստանը։ Այդ ճանապարհ անցել է նաեւ Բորժոմին։ Բորժոմին էլ էր արգելված, որը ժամանակաշրջան նույն ինչ որ տենց ցուբիկներ էին գտե եւ ինչ եւ այլ Ռոստեխտոմն հազարը։ Բայց հիմա Բորժոմին շատ հարգված խմիչք է Ռուսաստանում եւ մենք նույն ճանապարհը պետք է անցնենք։ Որակյալ ապրանքը պետք է լինի հայկական բրենդը։ Մեր քաղաքական կուսակցության գիծը դա է։ Մենք պետք է արտադրենք որակյալ թանկ ապրանքներ։ Տեսեք, Հայաստանը ունի բազալտի հսկայական պաշարներ։ Այսօր մենք բազալտից ճիշտ ասած ժողովրդական լեզվով ասած բորձուր ենք սարքում, բայց այդ բազալտը այսօր դրությամբ դրանից սարքում են բազալտաթելեր։ Այսօրվա հանքում 1 տոննա բազալտի արժեքը $1000 համարժեք է, բայց բազալտաթելը, որը օգտագործվում է եւ ռազմաարդյունաբերությունում եւ շինարարությունում, իրանք հասնում են մոտ $10,000։ Այսինքն լոգիստիկ հարցը ընդհանրեն Հայաստանից տեղափոխել Ավստրալիա այնքան է մարժան մեծ բազալտի, որ լոգիստիկայի ծախսերը ընդհանրապես չի երևում։ Մենք այդ չենք օգտագործում։ Ես ձեզ բերեմ Պորտուգալիայի օրինակ, որ Հայաստանի նման բավականին փոքր երկիր է, շատ համեստ Եվրոպայի չափանիշներով։ Իրենք բայց ունեն մի հատ առավելություն։ Իրենց մոտ աճում է խեցածառերի, հասկանալի լեզվով ասել, պրոբկա, գինու պրոբկայի
70% ծառերը այնտեղ են աճում եւ գինեգործության մոտ 80% պրոբկաների այդ խեցերի առնում են Պորտուգալիայից։ Եթե Պորտուգալիա այդ ինչ-որ մի բան պատահի, այդ բազմա միլիարդանոց ինդուստրիան, որ կա գինեգործության, որում ներքաշված են միլիոնավոր մարդիկ, կոլապսի առաջ է կանգնելու։ Տեսեք ինչ դիրքեր է ինքը վերցրել համեստ Պորտուգալիան։ Ինչու Հայաստանը չի կարող դա անի բազալտի վերաբերյալ։ Բացառիկ է մեր բազալտը որակյալ բազալտ է։ Բազալտը կա նաև Չինաստանում, կա Վրաստանում, բայց այնք որակները շատ ցածր են։ Ինքնարժեքը ցածր են։ Այդ ապրանքը, որ ստացվում է, այդ բազալտից այնտեղ այդքան չի գնահատվում։ Հայկական բազալտը շատ որակյալ է։ Մենք կարող ենք դա զարգացնել, իհարկե կարող ենք։ Պարզապես պետք է ճանապարհները բացվի, պարզապես պետք է խելացի քաղաքականություն վարել, պետության աջակցությունը լինի եւ մենք կարող ենք ունենալ պրոդուկտ։ Ասենք մյուս բարդ պետության ու բարդ հարևանին Թուրքիան։ Հայաստանի քաղաքական դաշտում դերակատար հիմնական կուսակցություններից որևէ մեկը կարծեմ դեմ չի Թուրքիայի սահմանի բացմանը։ Մի մասը պայմանների բավարարմամբ, մի մասը առանց նախապայմանների քաղաքական առաջնահերթությամբ, բայց բոլորի մոտ ակնհայտ է, որ Թուրքիան սահմանը բացել է եւ լավ կլինի, որ Թուրքիան սահմանը փակել է եւ լավ կլինի, որ Թուրքիան սահմանը բացի։ Բայց Թուրքիան չի բացում սահմանը։ Մինչև մեր հաղորդումը սկսելը ես կարդացի, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, կներեք, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, որ ըստ էության միջամտելով երկու հարաբերություններին, հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել հունիսի 7-ից հետո եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունից հետո։ Ինչպես եք պատրաստվում կառավարել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տեսեք, ես չեմ կարծում, որ քաղաքական դաշտում այսօրվա դրությամբ մասնակից խորհրդարանական ընտրությունների մասնակից բոլոր ուժերը կիսում են այն կարծիքը, որ Թուրքիայի սահմանը պետք է բացվի։ Դե մեծամասամբ ես ասացի դերակատար։ Կարելի ասել դերակատարներից մի քանիսն էլ տենց կողմ չեն, որ Թուրքիայի սահմանը բացվի, ինչ-ինչ պատճառներով, բայց կարծում եմ, որ արգելափակված Հայաստանը չունի զարգացման ոչ մի հնարավորություն։ Մենք դա հասկացանք 30 տարիների ընթացքում։ Միանշանակ սահմանը պետք է բացվի։ Սահմանը պետք է բացվի խելացի ձևով, այո, քաոտիկ ձևով բացվել է, դա չի նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Կատյունեք պրոտեկցիոնիստական։ Այո, դա ընդունված է, նես շուր, մենք Թուրքիայի հանդեպ ենք այդ ամեն ինչը անում։ Բոլոր երկրները իրենց հարևանների հետ կամ իրենց գործընկեր երկրների հետ ունենում են պրոտեկցիոնիզմ եւ որոշակի սահմանափակումներ, որպեսզի տեղական արտադրողները կարողանան աշխատել։ Եվ այդ կոնտեքստից պետք է մենք շարժվենք Թուրքիայի սահմանը բացելուց, բայց չեմ կարծում, որ մենք պետք է այդպես խիստ սահմանափակումներ դնենք, որովհետև Հայաստանը շատ քիչ ապրանքատեսակ է արտադրում եւ ես կարծում եմ մեզ գլխավոր նպատակը այն է, որ մենք լոգիստիկ հնարավորություններ ենք ունենում դուրս գալու եւ սև ծով եւ դուրս գալու միջերկրական ծով, որը Հայաստանի արտադրողներին շատ լուրջ հնարավորություն է տալիս լուրջ մտածել նոր ոլորտների ներքաշվելու մեջ։ Տեսեք, ինչը ինչ վերաբերվում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը, դա բնական է սպասելի էր, որ Ադրբեջանը տեսեք, խաղաղությունը, որ ներկա պահին իշխանությունները ներկայացնում են խաղաղությունը, դա խաղաղությունը վերաբերվում է սահմանային միջադեպ, տակ կոնֆլիկտի տակ մասին, էլի, այդ թեժ մասին է վերաբերվում, բայց տնտեսական մրցակցությունը մնալու է Ադրբեջանի հետ, որտեղ Ադրբեջանն է ձեռնտու չի, որ Հայաստանը դառնա շատ զարգացած երկիր, նույնն էլ մեզ ձեռնտու չի, որ Ադրբեջանը շատ առաջ գնա։ Եվ դրա համար տնտեսական պատերազմը, այսպես ասած, նոր է սկսվելու եւ այստեղ մենք պետք է հետ չմնանք, հակառակ դեպքում մենք ստելի կորցնելու ենք։ Ես կուզենայի, որ մենք վերադառնանք երկաթգծի վերաբերյալ, որտեվ հա մեր իշխանությունները ասում են, որ պատմական հնարավորություն ունենք մենք դառնալու լոգիստիկ հանգույց, բայց հաշվի առնելով այն, ինչ որ կա երկաթգծերի հետ կապված հայ-ռուսական հարաբերություններում, դա խոչընդոտ է հանդիսանում։ Միանշանակ Ադրբեջանը փորձելու է խանգարի, Ադրբեջանը փորձելու է սահմանափակի Հայաստանի մասնակցությունը այդ թրիփի ծրագրում այդ 43 կիլոմետրով, որ միանգամից անցնի Նախիջևան եւ գնա Թուրքիա, մենք պետք է ավելի մրցունակ առաջարկներով հանդես գանք աշխարհին, որպեսզի այդ հնարավորությունը նաև Հայաստանի
հիմնական հատվածով էլ անցնի։ Դա այդ բանի մեջ է տեղավորվում, Ադրբեջանի դեսպանի հայտարարությունները, որ պետք է այսինչ պայմանները անեք, փոխեք, բայց ես կարծում եմ, որ ընտրություններից հետո երբ որ արդեն աղմուկը կնստի, բոլոր խոշոր խաղացողները եւ ներսում եւ դրսում պետք է հաշվի առնեն իրականությունը եւ փորձեն կորեկտ ավելի այդ կարգավորեն իրենց հայտարարությունները այդ Հայաստանի հետ հարաբերությունների մեջ։ Եվ ես կարծում եմ Ադրբեջանը, քանի որ ժամանակին հայտարարել է այդ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, իրենք մի քիչ դժվար են իրենց ներքին աուդիտորիայի հետ կապված, այդ խոսույթի հետ կապված հրաժարվելու այդ թեզից, իրենք փորձելու են մինչև վերջ այդ թեզը տանել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը եւ այլ, բայց մենք շատ լավ գիտենք, որ սահմանադրություն փոխելը դա երկարաժամկետ process է եւ կարծում եմ Ինչպես է վերաբերում այդ պահանջին։ Տեսեք, ինքը առաջի հայացքից խնդրահարույց է, բայց միջև մենք չծանոթանանք բովանդակությանը, տեսեք, տարբեր բաներ են ասում, էսա դուրս գալի է, հենա մտնում։ Չէ, ուսուտ իմ հարցը վերաբերում է, այսինքն սահմանադրության պրեամբուլայում անկախության հռչակագրին հեղման ձեր կարծիքով դա պետք է դուրս գա թե ոչ։ Տեսեք, նայեք, սահմանադրությունը, որ փոփոխվում է ժամանակ առ ժամանակ, վկայում է դրա մասին, որ այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ոչ մնայուն թուղթ է, ժամանակ առ ժամանակ փոխվում է, որը դա մեզ չի ոգևորում այդ հատվածը, որ մենք շուտ փոխում ենք սահմանադրությունը, մենք պետք է գրենք սահմանադրությունը եւ երկար ժամանակ աշխատենք այդ սահմանադրությունով ապրել։ Չէ, կներեք, որ ասացին, մենք խոսում ենք երկու կատեգորիաների մասին՝ սահմանադրության փոփոխություն եւ նոր սահմանադրություն։ Հայաստանի գործող սահմանադրության առաջին գլուխ եւ նախաբանը ենթակա չեն փոփոխության։ Այսինքն այդ հատվածում որևէ փոփոխություն անելու համար մեզ պետք է նոր սահմանադրություն, ոչ թե սահմանադրության փոփոխություն։ Ադրբեջանի պահանջը շատ հստակ է, սահմանադրության նախաբանից հանել անկախության հռչակագրի հղումը։ Դուք այս պահանջի հետ կապված, այսինքն դուք իշխանություն գալուց հետո կբավարարեք Ադրբեջանի այս պահանջը թե ոչ։ Տեսեք, հարցը Ադրբեջանի այս կամ այն պահանջը բավարարելու մասին խոսքը չի գնում։ Այստեղ պետք է սահմանադրությունը համապատասխանեցնենք իրողություններին։ Եվ այստեղ ասել, որ այ իրողությունը նա է, որ պետք է հանենք Ադրբեջանի պահանջները, ես չեմ կիսում այդ կարծիքը։ Ներկա պահին Հանրապետություն կուսակցությունը սահմանադրության հետ կապված քննարկում չի իրականացնել, որտեղ մենք չգիտենք վերջնական ինչ են առաջարկելու ամսի 7-ից հետո իշխանություն եկած ուժերը։ Հավանական հնարավոր է, որ ներկայիս իշխանությունը կպահպանեն իրենց դիրքերը, հավանական եմ ասում, եւ իրանք կառաջարկեն այն ինչ որ մենք հիմա գիտենք կառաջարկենք, թող տեսնեն առաջարկենք, մենք կհասկանանք ինչի մասին գործ ունենք, նոր մենք մեր հստակ դիրքորոշումը կհայտնենք։ Ներկա պահին ժամանակավրեպ եմ համարում նման հարցը կամ դիրքորոշում արտահայտելու, որտեղ նորից եմ ասում քննարկում առարկայական չի եղել, լսել ենք տարբեր անձնական կարծիքներ կան, անձնական կարծիքները չեմ կարծում հիմա հետաքրքիր կլինի։ Շատ լավ, ասում կատարենք Ադրբեջանին։ Արևմտյան քաղաքական դերակատարները եւ խորհրդարանների եւ գործադիր իշխանությունները նաեւ մակարդակում եվրոպական խորհրդարանը, Բելգիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի խորհրդարանը, Կանադան գործադիր իշխանությամբ, նշածս երկրներ նաեւ նույնպես գործադիր իշխանությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները օրենսդիր գործադիր իշխանության մակարդակով խոսում են Արցախայցյան վերադարձի իրավունքի մասին։ Մենք Ադրբեջանի հետ ունենք նախաստորագրված համաձայնագիր, որի ստորագրման համար Ադրբեջանն ունի նախապայման իդեմս սահմանադրության փոփոխության։ Ձեր տեսակետը այս հարցերի վերաբերյալ ինչ է, դուք ինչ եք պլանավորում անել Ադրբեջանի հետ հարաբերություններում, արդյոք ստորագրված փաստաթղթերը ձեր համար ընդունելի են, արդյոք Ղարաբաղյան հակամարտության էջը ձեր համար փակված է եւ ինչպես եք պատկերացնում Արցախայցյան իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի Հանրապետության դերակատարությունը։ Տեսեք, շատ լավ հարց եք տալի, Գեորգ ջան, ներկա իրավիճակում խոսել Ղարաբաղի բնակչության վերադարձի մասին, ես կարծում եմ իրատեսական չի։ Մի շարք հանգամանքներ ստեղ կապ ունեն, առաջինը մենք չգիտենք Արցախահայության մեր քույրերի եւ եղբայրների դիրքորոշումը, թե իրենք ինչ կարգավիճակով են ուզում վերադառնալ, շատ կարևորագույն հարց է։
Հա, կարելի է խոսել վերադարձի մասին, այս մի բանի մասին, այն մյուսի մասին, բայց կարևորագույն հարցերից մեկը դա է, ինչ կարգավիճակով են իրանք ուզում վերադառնալ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես անկախ Արցախի Հանրապետության քաղաքացիներ, թե որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Կարևորագույն հարց է։ Եթե այդ հարցը պատասխանը մենք ունենանք, մենք կարող ենք արդեն մեր պլանները կազմել եւ կարճաժամկետ առումով եւ երկարաժամկետ առումով։ Քանի որ դա պատասխանը չկա, ես իրատեսական, դա իմ անձնական կարծիքն է, իրատեսական չեմ համարում որևիցե վերադարձ, որտեղ այնտեղ բազմաթիվ հարցեր կան։ Լավ, գնացին տեղավորվեցին, այնտեղ օրինակ հարց պետք է ծառայեն ադրբեջանական բանակում կամ պետք է մենք Արցախ հայերը ունենան սեփական ոստիկանություն, սեփական ռազմական ուժեր, բնականաբար դրա մասին խոսք չի կարող լինել։ Դատավորները ովքեր են լինելու, անազատությունը ընդհանրենք հանցագործությունը տեղի ունեն, որ բանտերում է գրելու։ Գիտեք ինչ, հարցերը որ պետք է քննարկվեն, կենցաղային հարցեր են, որոնց պատասխանները չկա, եւ այսօր խոսել ասել, այո, մենք կողմ ենք որ վերադարձի, այո, կողմ ենք մենք վերադարձի, բայց ինչ կարգավիճակով։ Դա արդեն այլ քննարկման։ Միանշանակ մենք պետք է համալիր ձևով պատկերացնենք մենք ինչ ենք ուզում, որ նոր մենք մեր պահանջները դնենք, հետո ասելով եկեք վերադարձեք, այդ մարդկանց չի կարելի այդ մարդկանց տենց ենթարկել այդ ստրեսերի։ Շատ լավ, խաղաղության օրակարգ Ադրբեջանի հետ ինչպես եք պատկերացնում։ Ես կարծում եմ, որ հարևանների հետ խաղաղ համակեցությունը դա Հայաստանի համար կարևորագույն կետ է, եւ մենք խոսեցինք Թուրքիայի սահմանի հետ բացումը, դա նշանակում է հետագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատում Թուրքիայի հետ, եւ ես կարծում եմ, որ ներկա պահին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ի վերջո պետք է հանգեցնեն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, որտեղ միայն այդ պայմանով, այն ինչ որ մենք հիմա խոսացինք, հա, Հայաստանի զարգացման, խոշոր մեգա-ծրագրերի իրականացման, այդ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանում միայն կարող է դա տեղի ունենալ, որովհետև Հայաստանը միայնակ չի այդ նախագծերի մեջ, մենք Հայաստանին պարզապես ներքաշել են այդ շղթայի մեջ, որովհետև նաև այդ շղթայում կա նաև Ադրբեջանը, եւ եթե մենք մեր հարաբերությունները համակեցության չկարգավորենք, դե ոչ մեկ չի ասում ինչ որ բարեկամություն պետք է անենք, ընկերություն պետք է անենք, բայց համակեցության կանոնները, որի անունն է կոչվում է խաղաղության պայմանագիր, ու սահմանում են, թե մենք ոնց պետք է իրար հետ ապրենք, դա մենք պետք է ստորագրենք։ Հակառակ դեպքում մենք չենք ունենալու այն, ինչ որ մենք հիմա այսքան ժամանակ խոսացինք։ Ձեր կարծիքով Ադրբեջանը սահմանադրության փոփոխության հարցը իբրև նախապայման դարձնում է խուսափելու համար ստորագրումից, թե ուղղակի իրենք մտածում են, որ եթե սահմանադրության պրեամբուլայի մեծ նախադասություն եղավ, Հայաստանից խաղաղություն հնարավոր չի լինի կառուցել։ Ես կարծում եմ դա քարոզչական հնարք է։ Խուսափելու համար թե խուսափել չի ստացվի, որտեվ այստեղ Հայաստան-Ադրբեջան միայն հարաբերություն չի, եկեք անկեղծ լինենք, Հայաստան եւ Ադրբեջան այս նախաստորագրված պայմանագիրը եղել է գերտերության հովանու ներքո Միացյալ Նահանգների, եթե չլիներ Միացյալ Նահանգները, մենք էլ երկար Ադրբեջանի հետ խոսանք, հա, մեր հարաբերությունների մասին։ Այստեղ եղել է Միացյալ Նահանգների տնտեսական շահերից ելնելով պահանջ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Եվ այստեղ ասել նրա մասին, որ Ադրբեջանը կշարունակի, հա, այդ իր քաղաքականությունը, որ չեմ ստորագրի, եթե այս չանենք, այն չանենք, ինքը շատ կարճ ժամանակ ունի։ Ես կարծում եմ ընտրություններից հետո, նորպես մի քիչ առաջ ասացի, արդեն ընդհանրապես խոսակցությունը կփոխվի, կարծում եմ, միանույն Ադրբեջանի, որտեղ կան հրատապ խնդիրներ, որոնք փորձում են լուծել գերտերությունները, իսկ դիմադրելու գերտերությունների այդ ճնշումներին կարծում եմ Ադրբեջանը այդ ռեսուրսը չունի։ Եվ ընդհանրապես Ադրբեջանը ավելի պրագմատիկ քաղաքականություն է վարում։ Ես կարծում եմ, եթե այն առաջարկը, որ արել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գումար աշխատելու առումով, ինքը բիզնեսի ներկայացուցիչ է եւ ինքը առաջնորդվում է քաղաքականության մեջ գործարքներով, դա նոնսենս է, բայց դա իրողությունն է։ Եվ Ադրբեջանի նախագահը նույնպես գործարքներ սիրող մարդ է եւ կարծում եմ իրենք կգան ընդհանուր հայտարարի, որպեսզի Ադրբեջանը հետ կանչի այդ իր պահանջները եւ ի հայտ գա այդ խաղաղությունը եւ TRIP-ի ծրագիրը։ Շատ լավ, շնորհակալություն, եթե վերջում որևէ
ավելացնել բանը կամ կուզեք դիմել հասարակությանը, խնդրում եք 2 րոպեի սահմաններում կարող եք։ Շատ լավ, հարգելի հայրենակիցներ, Հանրապետություն կուսակցությունը համար 11-ն է։ Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները կարևորագույն ընտրություններն են Հայաստանի պատմության մեջ, ճակատագրական, որտեղ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի տասնամյակներով մեր հետագա ճակատագիրը։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ընտրի այն ճանապարհը, որ բերելու է զարգացմանը, խաղաղությանը եւ մրցունակությանը Հայաստանի եւ գրավչությանը, եւ այդ միակ ճանապարհը Եվրամիության ինտեգրումն է, որը Հանրապետություն կուսակցությունը իր քաղաքական ուղու վրա է դրված։ Ընտրեք համար 11-ին, դա շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր ծրագրերը իրականացնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, այսպիսին էր Հանրապետություն կուսակցության տեսակետները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերի վերաբերյալ։ Տաղավարում իմ զրուցակիցը Հանրապետություն կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Ռուբեն Ասատրյանն էր։ Շնորհակալություն։